Կենսաթոշակներից անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը լավ համակարգ է, աշխատող համակարգ է եւ մենք հետագայում պետք է զարգացնենք այդ համակարգը եւ ես կարծում եմ, որ մեր մոտ մենք պետք է հասկանանք մի շատ բարձ իրողություն։ Մենք ունենք բյուջե։ Տեսեք, հասկանում եք, ընդհանրապես կառավարությունը ոնց է փող գեներացնում, որ վերաբաշխի։ Դրանք վճարված հարկերի ձևով են տեղի ունենում։ Հիմա ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք տարբեր սոցիալական ծրագրերի ուղղությամբ ծախսերը ավելացնելու մասին, մենք պետք է խոսենք եկամուտները նույնպես ավելացնելու մասին։ Որտեվ տեսեք, գնում ենք ստվերի դեմ պայքարում ենք, հիշում եք էլի դուք եք նույն հարցը տվել։ Ասել եք դե մարդը ոսկին չի կարող փաստաթղթավորի։ Այդ ոսկին, որ չի կարող փաստաթղթավորի, այդ նշանակում է մենք էլ թոշակը չենք կարող ավելացնենք, պարոն Բագրատյան։ Ոսկին պետք է փաստաթղթավորի, որ թոշակը ավելացնենք։ Առևտուրը, ասում ենք, դե չի կարողանում, բերեցի ցույց տվեցի, որ մեր առևտուր անող ձեռնարկությունների, որ 65%-ը իրանք տնտեսագիտական ոչ մի հաշվարկով իրանք չպետք է գոյություն ունենան։ Իրանք ասում են, բան մենք ոնց չենք կարող փաստաթղթավորենք եւ այլն եւ այլն։ Իրանք չեն կարող փաստաթղթավորել, մենք չենք կարող թոշակը ավելացնենք։ Մարդը ասում է, վայ մոռացա ՀԴՄ-ն խփեն։ Ինքը մոռացավ ՀԴՄ խփեն, մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարող թոշակը ավելացնենք, որտեղ պետք է ասենք, որ ծախսը կրճատենք։ Ուսուցիչների աշխատավարձը ավելացնում ենք, ատեստավորմամբ ենք ավելացնում, ու ճիշտ ենք անում, որ ատեստավորմամբ ենք ավելացնում։ Այդ պատմություն զինվորականներին ավելացնում ենք։ Այդ խոսակցությունները մի անգամ ամբիոնից ասեցի, որ ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օթերն է փակենք, ձախ ձեռներն է կտրենք, ինչքան պետական պաշտոնյա կա, ասենք դրանից իրադրությունը չի փոխվի։ Ամբողջ պետական համակարգը, եթե աշխատավարձ չստանա, ամբողջ պետական համակարգը, պատկերացրիք, չէ, ով որ պաշտոնյա է կոչվում, միջին բանից կրծեր մարզնագետից սկսած, եթե մենք ոչ մեկին աշխատավարձ չտանք, ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, բանն էլ հոսանք էլ չմիացնենք իր կաբինետում, պատուհաններ չունենան այդ շենքերը, աթոռն է տակից անենք։ Մենք կարանք մարդկանց թոշակը բարձրացնենք ամիսը 9000 դրամով, ամիսը կարա թվա թե շատ լավ հայկեք անենք, բայց այդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա ուղղակի, որովհետև այդ պաշտոնյաներն են, որ ապահովում են փողի լավ թե վատ հավաքումը պետական բյուջե եւ այդ փողի բաշխումը 500,000 մարդու մեջ, որը մեկը պատկերացնում է, սա ինձ աշխատանք է, փող հավաքել եւ բաշխել 500,000 մարդու մեջ։ Ընդ որում դժբախտաբար Աստված բոլորին երկար կյանք տա։ Ամեն ամիս այդ թոշակառուների ցանկում տեղի են ունենում փոփոխություններ, մարդիկ ցավոք սրտի մահանում են։ Նոր մարդիկ են հայտնվում թոշակառուների ցանկում։ Իրանց պետքա թոշակավորել, եթե պաշտոնյան են, որ ձեռը կտրել են կատորն են, տակից անել են, չլինի, այդ մարդը չի կարող թոշակառու մնալ, մահացած մարդը չի կարող ցուցակից դուրս գալ եւ կշարունակի այդ թոշակը ինչ որտեղ գնալ, կառաջանա չարաշահում եւ այլն եւ այդպես շարունակ։